Հայաստանում միակ հեթանոսական պահպանված տաճարը Գառնու հեթանոսական տաճարն է։ Հեթանոսական տաճարը կառուցվել է մոտ առաջին մեր թվարկությունից առաջ մոտ առաջին դարերին։ Տաճարը նվիրված է Միհր Աստծուն։ Խիա Գառնու տաճարը ունի հունական ճարտարապետություն։ Հելենիզմի ժամանակ հունական ճարտարապետության տարածվեց ամբողջ Ալեքսանդր Մակեդոնացու գրաված վայրերով։ Տեսեք, թե ինչ բարձրության են աստիճանները։ Բարձրությանը, ու ես պետք է դի բարձրանամ։ Հաղթանակները ամեն ինչ հաղթահարվում է։ Ճարտարապետության գլուխգործոցներից մեկն է։ Հունական ճարտարապետության գլուխգործոցներից մեկն է ժողովուրդ։ Սա եկեղեցին է, որը գտնվում է Գառնու հեթանոսական տաճարի կողքին։ Խորանն է։ Սա բաղնիքն է, հին բաղնիքը։ Բաղնիքի հոտն էլ գալիս է։ Դրանց այստեղ մարդիկ ոնց են կարողացել լողանալ։ Իսկ սա ինչն էր, որմնանկարներն են, խճանկարներ, որմնանկարներ։ Ոսորեն էլ են բաղնիք։ Մի հատ դուք ընձի ասեք էլի, էսի ինչա, այնի եկեղեցյան, ոսոր էսի եկեղեցու շարունակությունն է։ Սա իմ երկիրն է, ճամսերով այնպիսի, որ նույնիսկ կարող եմ տնել գրպանս։ Ասացի, Գառնու տաճարը միակ պահպանված հեթանոսական տաճարն է Հայաստանում։ Օրինակ այդպիսի տաճարներ կան Զվարթնոց տաճարը և Ասղիկ Աստվածուհու տաճարը, որի տեղը հիմա գտնվում է Ծիծեռնակաբերդը։ Այսքանն էր, հաջողություն։